Երևանի ավագանու ընտրությունների կեղծիքների տեսականին ոչնչով չէր տարբերվում խորհրդարանի վերջին ընտրությունների տեսականուց։ Ադրբեջանի դրամատուրգիայի ժանրում դասվելուց հետո մարդիկ եկան, մեծ քանակություն, գունավոր գրիչներով, շատերը գրիչներ իրենց ձեռքերում պահած։ Ընտրողները հաճախ չէին էլ թաքցնում, որ անձամբ մասնակից են այս կամ այն կեղծիքին, ելքի վստահված անձը այս մարդուն արդեն 4-րդ անգամ է տեսնում տեղամաս մտնելիս։ Այս մարդն էլ արդեն հերթական անգամ է գալիս ընտրատեղամաս, ինքը 3-րդ թե 4-րդ անգամ մորքուրի տղային, տատիկին, մորաքրոջը, հորքուրի տղային եւ այլն, այսպես բերում է։ Ես մտել եմ որպես օգնող մի անգամ։ Երկրորդ անգամ ես մտել եմ իմ ընտրության համար եմ մտնում հիմա։ Ընտրողին ուղղորդողների պակաս չէր զգացվում գրեթե ոչ մի տեղամասում, ասում են, որ հանրապետականն այլևս վստահ չէ, որ իր բաժանած ընտրակաշառքը նպատակին է ծառայում, որոշել են անձամբ համոզվել։ Այս կինն ամենաակտիվներից է։ Դավ այստեղից։ Կեղծիքներ արձանագրող լրագրողներին սպառնում էին բոլորը, հանձնաժողովի անդամները, ընտրատեղամասերի մոտ կուտակումների պատճառ դարձած մարդիկ։ Իսկ այս երիտասարդը օգնությամբ տեղամաս բերված պապիկի չնկարվելու իրավունքն էր պաշտպանում։ Տեղամասերում ինչ-որ երիտասարդների կուտակումները ոչ մեկին չեն հուզում, ոստիկանը գիտի, թե ինչու կուտակումներից պետք չէ վախենալ։ Լրագրողներին հաջողվել էր հանրապետականի շտաբներից մեկում նկարահանել ընտրակաշառքի գումարները։ Էլի աշխատավարձ եք բաժանում։ Ոչ մի բան մենք չունենք բաժանում, սուրճ ենք։ Ինչի գումարը փախցրեց ընտրան։ Ինչ գումարը փախցրեց։ Դե գումար ոչ մի հատ չի եղել։ Տարոն Մարգարյանի մեկ այլ շտաբում հենց սեղաններին դրված են ընտրողների ցուցակներ, որտեղ նշումներ կան ընտրության գնացածների եւ չգնացածների մասին։ Այս ինչ պլյուսներ, մինուսներ են։ Շտաբի անդամները գլխի են ընկնում, որ դրանք նկարահանման ենթակա չեն։ Ցուցակները վերցնում են ու փախչում շտաբի երկրորդ հարկ։ Այնուամենայնիվ շտաբի տարբեր սենյակներում ցուցակների պակաս չկա։ Շտաբի անդամներից մեկին դուր չի գալիս, որ գումարով քվեարկողների ցուցակները նկարվում են։ Այսպիսի ցուցակներ հանրապետականի Ավանի շտաբում նկատել էր Երկիր Ծիրանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը։ Իմ ցուցակներն է, իմ ցուցակ է, հանրապետական կուսակցության։ Ցուցակներն այս մարդը թաքցնում է եւ այլևս ոչ մեկը չի տեսնում։ Զարուհի Փոստանջյանն ասում է, որ այստեղից դուրս չի գա, մինչեւ ցուցակները դարակից չհանվեն։ Հայցագործության վերաբերյալ ահազանգ է կատարում։ Այստեղ դուք դե թողեք մենք աշխատենք։ Տիկին Փոստանջյանը եւ նույնիսկ նրա դուստրը այստեղից դուրս չեն գա, դա ոստիկաններին դուրս չի գալիս, նրանք անցնում են գործի։ Օրվա վերջում հայտնի է դառնում, որ ընտրողների ցածր ակտիվության պայմաններում հանրապետական ավագանու ընտրություններում հավաքել է ձայների ավելի քան 71%-ը։